Սիմեջան տրիբյուներում բարոյական ես մի քանի հարց ունեմ, խնդրեմ այսպես հարց տամ, որովհետեւ պատասխանը շատ դժվար է, Նախ առաջինը այսպես կոչված անդրադների հետ կապված քարոզարշավի ժամանակ քաղաքացիներից մեկը մոտեցավ Փաշինյանին, հարցրեց, ասեց Արայր Միրզոյանը խոսել է անդրադների մասին, ասեք մի հատ հասկանանք ինչ տարածքներ եք տալու, որ իմանանք ոնց քվեարկել։ Ու Փաշինյանը պատասխանեց, որ տարածքների մասին նրա խոսքը թվարկելով, ասեց Բաքուդաղլու, Խեյրեփի ու կանգնեց այստեղ։ Ասուլիսում այսօր հարցնում են, ասում են երրորդը Մուսե Տիգրանաշենն էր, որը չասեցիք եւ այլն, ինքը սուտ հանեց այս խոսակցությունը, թեև կա տեսակցությունը։ Հիմա հարց, դուք ինչ դիրքորոշում ունեք այդ այսպես կոչված անկլավների հետ կապված, առհասարակ ու Փաշինյանը զորացրություն ասաց, որ մենք Արցախաշենի հարցն չենք կարող այդ հարցը փակել, ոնց որ Արցախաշենը մեր համար մեկ հարց է, որ իրենց հետ վերադարձնենք։ Խնդրում ձեր դիրքորոշումը։ Ինձ համար անկլավների հարց գոյություն չունի, նման հարց չկա, իմ մեջ նման հարց կոդով, ամեն ինչով գոյություն չունի, իմ մեջ կա իմ երկրի անվտանգություն, իմ ժողովրդի անվտանգություն։ Ես այդ բոլոր վայրերում Տավուշի մարզի, Տիգրանաշենի բազմիցս եղել եմ։ Անգիր գիտեմ, այդտեղ ինչ է կատարվելու, եթե հանգարց իրականանա իշխանության այս ծրագիրը եւ այդ այսպես կոչված անկլավները Ադրբեջանը զբաղեցնի այդ վայրերը։ Մենք ունենալու ենք իրարից կտրված բնակավայրեր, ասենք Կայան բնակավայրը, որը ձեր ասած անկլավների մոտ է, Ռիվ շենքերի sense մոտով է անցնում, կիսում է ամբողջությամբ։ Մենք ունենալու ենք գյուղեր, օրինակ Այգեհովիտ, Վազաշեն գնացող ճանապարհը փակվելու է ամբողջությամբ, լրիվ պետքա շրջանցող ճանապարհ գնա։ Մենք ունենալու ենք բարձունքներ, որոնք զբաղեցնելու է ադրբեջանական զինված ուժերը, վերահսկելու են մեր գյուղերը, առանց այդ թիրախիտակ են ավելի վերահսկելու են մարդկանց արոտավայրերը, մարդկանց վարելահողերը, խոթարքերը, տները մարդկանց, դպրոցները, ճանապարհները, այսինքն մենք անվտանգության տոտալ կոլապս ենք ունենալու, այլ չեմ խոսում գազի խողովակների մասին, ինտերնետի կապի մալուխներ, ստրատեգիական ամենակարևոր մեզ համար օբյեկտները։ Եվ ինքը եկել է ինչ է այդ խոսույթը անկլավային տանում եւ համեմատությունը Արցախաշենի հետ անում։ Այստեղ բացարձակ տեղի է ունենում խաբեություն ու կեղծիք։ Արցախաշենը ոչ ոք Արցախաշենից չի հրաժարվում։ Բայց եթե դու համեմատում ես անվտանգության առումով Արցախաշենը ու այս այն գյուղերը կամ այն տարածքները, որոնք մտադիր են օրինակ կամ խոսույթից էլ ակնհայտ երևում տալ Ադրբեջանին կամ որ գա Ադրբեջանը զբաղեցնի, սրանք բացարձակ անհամեմատելի են։ Հասկանում եք, այսինքն մենք պետք է տրամաբանությունը փոխենք։ Ինքը տեսեք ոնց է աշխատում։ Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան։ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում, ասում է անկլավ, տարածք, տանկ, համակերպվել, պարտություն, զիջել։ Ես ասում եմ անվտանգություն, պատասխան տալ, ժողովրդին պաշտպանել։ Ես ասում եմ հնարավորություն, սխալի ուղում, որ նկատի ունեմ նրանց սխալները, եւ լուծում, հարցը փակել։ Դրա համար ես ղեկավարում եմ անվտանգությունով, այ ինչ եմ ասում, ստե գիտելիք ունեցող մարդապետ, կարողություն, միջազգային դատական ատյաններով, միջազգային դիվանագիտությամբ, բոլոր կանոններով առաջինը անվտանգությունն է։ Եթե դու անվտանգություն չունեցար, չես ունենա ոչ մի բան, որ անվտանգությունը այն հիմքն է, այն տեղն է, որտեղից բռնվելով դու այդ հարցը լուծում ես։ Անկամ եթե կա կադաստրային փաստաթղթով հողատարածք, որը մերն է, թեև ուրիշ քարտեզով մերը կարողա չի, այդ արդեն մեր համար առավելություն է։ Այդ կադաստրային փաստաթուղթը մարդու հողի կամ ընդհանրապես մարդը քայլել է, ցանը արել, վար ու ցանք արել, չգիտեմ, անասուններ են այդտեղ արածում, երեխեքն են դպրոց գնում, սա արդեն հիմք է, որ մեր օգտին ծառայեցվի։ Հիմա եկեք Արցախաշենը անվտանգության առումով նայենք, ինչի է Ադրբեջանին ձեռնտու, այս խոսույթը, սա մաքուր ադրբեջանական խոսույթ է, ինչի է ձեռնտու։ Եկեք հլա, ես Ադրբեջանի տեղել եմ, կարող ասեմ մի 5 հատ էլ Արցախաշեն Ադրբեջանի մեջից եմ ձեզ տալի։ Եկեք նվեր, մենակ այդ տարածքները տվեք ինձ։
Ինչի, որովհետև անվտանգության առումով Արցախը հակառակը մեր համար է խնդիր առաջանալու անվտանգության առումով, որովհետև հիմա հենց այդ հատվածը սենց շրջափակված մեծ խնդիր է առաջանալու։ Իսկ Ադրբեջանը ձեր կարծիքով այդքան տարածք ունենալով, ինչի է այդ մեր փոքր տարածքներից այդպես կախվել։ Որտեղ բսկտելու է մեր անվտանգության համակարգը, որը ես արդեն ասացի, այսինքն պատասխանելով գալով վերջին ինձ համար անկլավների հարց գոյություն չունի։ Փակ է այդ թեման։ Ինձ համար կա իմ ժողովրդի անվտանգության հարց։ Ես չափանիշների շահերի հիմքում դա եմ դնելու։ Տիգրանաշենի հետ կապված էլ ասեմ, Տիգրանաշենը մեր պատմականորեն մեր Հայաստանի Հանրապետության տարածքի մասնակազմել, ինքը մեր պատմական գյուղն է։ Ես դրա ստուգաբանություններ եմ տվել, դրա պատմություններ եմ նշել ժամանակին, ինքը մեր իսկական հայկական հողը, Տիգրանաշենը։ Եվ Տիգրանաշենի մոտով անցնող ճանապարհը մեր համար ստրատեգիական նշանակություն ունի, ինքը մեծ Սյունիքը, մեր Վայոց ձորը, ամբողջը մեզ հետ կապող այն ողնաշարն է։ Այս իշխանությունը ասում է, դե ոչինչ, ճանապարհը ընդեով կգցենք։ Այն Իվան Վասիլևիչ Մինյայետ պրոֆեսիու կինոն կա, ասում է, դա բոժը մոյ, ասում է, Զաբիրիցի, ասում է, ինչ տարածքները որ տալու, ասում է, Կիևսկա Վոլոս, չգիտեմ ինչ եւ այլն, Զաբիրիցի ասում է, բան, այդ ինչ են անում, որ իբր թե ոնց թե ամեն սանտիմետրի, ամեն միլիմետրի համար մենք կյանք ենք տվել, մեր զոհ ենք տվել։ Ժողովուրդ ջան, սրա ուզում եմ հատուկ ասել, մեր ժողովուրդը հանգարց չնեղվի սրանից, այս սրա ձևերը բոլորը կան։ Մենք այս process-ները շատ հեշտ կարող ենք կանգնեցնել։ Սրանք այս իշխանության թողտվությամբ զերոյից աճած խոսույթներ են։ Սրանք երբեք չեն եղել միջազգային օրակարգերում, միջազգային դիվանագիտության մեջ չեն եղել։ Ես եղել եմ Եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ տեղակալը, այն ժամանակ նաև դեռ գործեր կային, որոնք Արցախին էին վերաբերում։ Երբեք, բայց այս մյուսները մեր շահերի օգտին, բայց այս մյուսները երբեք չեն եղել։ Սրանց մասին ոչ ոք չի խոսել, սա զրոյից բարձրացված հարց է, եւ ինչ ում հարցն է, հոգով հանձնված մարդկանց քաղաքականության հարց է, որ ուզում են նաեւ մեզ էլ դարձնել հոգով հանձնված մարդիկ։ Հաջորդ հարցը ձեր հրապարակության կապատարմակի մասին, ինչ դուք եք բացահայտեցի ձայնագրությունը հրապարակեցի, որ ապաշխարեցի Ես խնդրեմ միած պարիչ այս մասով պատասխան եկեք, դուք Սերժի Մարտն եք, թե չի եք այս արշավի մասով։ Ոչ ավելին ասեմ ձեզ, ոչ միայն խոսույց սկսեց, YouTube-ում գովազդ են դրել, Peaceful Armenia կոչվող կայք կա, գովազդ են դրել, եւ գովազդով տարածում են։ Այդ նույն բանը։ Ես նորից եմ ասում, իհարկե դա իրականությանը չի համապատասխանում, բայց ես ուզում եմ դիմել հենց այս իշխանությանը, ու ես վստահ եմ, որ դա Նիկոլ Փաշինյանի անձնական նաև կազմակերպվածն է։ Ես ասում եմ, տղամարդկություն ունես, հել իմ դեմը ասա դա։ Կանգնի իմ դեմը, ասա Արման Թաթոյան, դու այս ինչի մարդն ես, այն ինչի մարդն ես։ Ես դրա բոլոր պատասխանները ունեմ։ Իմ համար դու այդքան տղամարդկություն չունես, գաղտնի կայքով Peaceful Armenia, ակնհայտ է դա ձերն է, օլիգարխներն են ձեր ֆինանսավորում, ակնհայտ է իմ համար, կազինոների մարդիկ երևի ֆինանսավորում են, այդ մարդիկ թիրախավորում են մեզ նաև ինչի, որ այս հարցերը չբարձրացնենք, գաղտնի սենց բան անելը հեչ տղամարդու արածի հետ կապ չունի, նորից եմ ասում, արի, ես քո դեմած ասում եմ, դու Ադրբեջանի նախագահի մարդն ես, եւ ես Ադրբեջանի նախագահին եմ դրա համար ես եմ պատասխանները տալի, դու չես տալի Ադրբեջանի նախագահին պատասխան, որովհետեւ պրոքսի ես ուղղակի, ես եմ տալիս պատասխան եւ ես ուզում եմ ցույց տալ դրանով, որ Ադրբեջանի նախագահներն էլ մյուսներ, որ ձեզ պատասխան տվող կա, որտեվ ես Հայաստանի իրավունքների պաշտպանն եմ, Հայաստանը ունի իր իրավունքների պաշտպանը, այդ ես եմ, Արման Թաթոյան, ու ես Արման Թաթոյան, ես Ադրբեջանի նախագահին եմ տալի այդ պատասխանը, ասում եմ այն հանցագործությունները, որ դուք արել եք մեր նկատմամբ, բարձրացնելու ենք միջազգային բոլոր ատյաններում, այն տարածքներում, որ դուք ներխուժած եք, բանակցությունների անբաժան մաս է լինելու։ Այն մեր իրավունքների համար, որ դուք այսքան խախտել եք ու հիմա ճնշումներ եք գործադրում, դրա համար էլ նույնպես պատասխան առնելու։ Մենք պատասխան տալու ձևերն էլ գիտենք, պատասխան տալու կամքն էլ գիտենք, եւ դրա տակից դուրս գալն էլ կա ու հաղթացել դուրս են գալու։ Դրա համար ես ասում եմ, որ իսկ ես պարզ ասում եմ այդ բաները։ Դրա համար ինձ համար դա ուղղակի նորից էլի այս հոգով հանձնված այս մարդկանց պահելաձևը, այդ տակից վախենում են մի բան ասեն, թող հելնի իմ դիմացս կանգնի ասի, այդքան
մարդկանց բան նույնն է, կասեմ, բնականաբար իր առաջ։ Իր էմոցիաների հետ կապված այսօր հարցին գիտեք, ամեն անգամ երբ որ մոտենում են իր կարծիքին հակասող կարծիք են հայտնում, նույնիսկ դուրս է գալիս, ասում են ռադը քաշի, համբալերը սատկացնեմ, կզսնեմ, չգիտեմ, ու այս շարքը մի ամբողջ, ու ինքը այսօր դա բացատրեց նրան, ասեց, հա, ես էմոցիոնալ մարդ եմ, չարփինջը չի կարա էմոցիան ունենալ։ Ձեր տեսակետով այս աստիճանի իմպուլսիվ երկրի ղեկին ինչ վտանգներ կարող է ունենալ և չարփինջի հետ համեմատության մասով ինչ կասեք։ Ասենք ինչն է տեղ էմոցիա, էլի, էմոցիա է մարդկանց վիրավորելը, էմոցիա է ատելություն տարածելը, ինձ համար դա էմոցիա չի, դա վիրավորանք, այդ իմ համար նման մարդիկ, թույլ մարդիկ են, որոնք հենց տեսնում են իրենցից թույլին, քանի որ իշխանություն ունեն, այդ անձնապես այդ մարդիկ հաստատ կարող է ուժեղ են իրանց, հարցը տեղ չի, բայց տեսնում են իշխանություն ունեն, թիկնապահներով շրջապատված են, ինչ ասես սկսում է ասել, որտեվ գիտի անպատիժ ժամանալու։ Ինձ համար հեսա կարևորը։ Հիմա եւ ստեղ վիրավորանք ու ատելություն տարածելու մեջ է։ Ու անպատիժ մնալու ամենակարևորներից։ Ես պատկերացնում եմ ինչա տեղի ունենում փակ կաբինետներում։ Ինքը որ բաց տեղ ասենց անում, բոլորի մոտ կամերաների առաջ, դες պատկերացնում եմ ինչա տեղի ունենում։ Հիմա մեր սա ակնհայտ շատ լավ օրինակ է, որ մեր ժողովուրդը տեսնի իրականում ստեղ ինչի մասին է խոսքը եւ ինքը իմ կարծիքով տեսեք ստե ինչա մեր ժողովուրդը շատ լավ ընտրություն ունի անել նորից էլի Նիկոլ Փաշինյան, Արման Թաթոյան, ես ոչ թե համեմատում եմ ինձ իր հետ, այլ կոնտրաստն եմ ուզում ցույց տամ։ Նիկոլ Փաշինյան, մարդկանց տենում է դուրսը հարցակվում է, մի հատ իրան կծուտ հթու խոսք են ասում, կամ որ իրան դուրս չի գալիս, ինչ կծուտ, մարդիկ հարգալիցը խոսում են, չէ, օրինակ, Արտուր Օսիպյան, մյուսները, դու հաստատ խուլիգանության հետ ոչ մի բան չկա։ Տիկին Սողոյանը, այո, հանգիստ մարդը խոսում է, կին է, լավ կարող եմ դա ջղայնացած է քո վրա։ Ինքը տեղից մի անգամից սկսում է մարդկանց վիրավորել, ատելություն տարածել ու մի անգամից փակում է հարցը։ Եվ այստեղ մեր ժողովուրդը պետք է իմանա, նայեք, ես ոչ թե հիմա ասենց չոր ուղակի Նիկոլ Փաշինյանին թիրախավորում եմ վերջ, այլ ես սրանով պետք է մեր ժողովուրդը հասկանա, թե մենք ինչ ղեկավար ունենք։ Գիտեք, այսպեսի խոսք կա, ասում են մարդու բնավորությունն է որոշում մարդու ճակատագիրը։ Հիմա մենք ունենք մարդ, որ իրականում այսպես էություն ունի։ Սա իր էությունն է։ Եվ վերցնենք, ասենք Արման Թաթոյան։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել մարդկանց հետ այդպես խոսել։ Այսքան ժամանակ աշխատել եմ պետական համակարգում։ Եղել եմ մարդու իրավունքների պաշտպան, ամենաբարդ իրավիճակներում եմ աշխատել, երբ մարդիկ այո ինձ անցել են դժգոհ եղել, թեև ես իմացել եմ ես ճիշտ եմ, իմացել եմ իրենք են ճիշտ։ Ոչ մի իրավիճակում ինձ թույլ չեմ տվել հանկարծ մարդուն վիրավորել, որտեվ ես պետական պաշտոնյա եմ եղել, ով գիտակցել է իր դերը, ես այդ մարդկանց համար ունեցել եմ պատասխանատվություն, իմ խոսքի համար եմ ունեցել պատասխանատվություն, իմ աշխատավարձը վճարվել է այդ մարդկանց հարկերից իմ քաղաքացիների, որ ինձ նույնպես պարտավորեցրել է, որ ես դեմ պաշտոնյա, որ այո, եթե անգամ ինքը սխալ է, գալիս է խոսում է այդ պահին, դու պետք է ինձ կարողանաս այդ մարդու հետ, եթե սխալ ես, իրոք ընդունես, հաշվի առնես, մյուս անգամ փոխես։ Կամ եթե ճիշտ ես, կարողանաս ճիշտ այդ մարդուն բացատրել եւ խոսքի համար լինես պատասխանատու ու որոշումները կայացնելու կարող մարդ։ Ես ինքս էլ էմոցիոնալ չէ, բոլոր մարդիկ էլ էմոցիաներ ունեն, բայց դու որոշում կայացնելիս, երբ որ մարդու հետ շփվում ես, այդ էմոցիաները, ասենք չպետք է տենց անկանոն լինեն, որ վիրավորանք ու ատելություն դառնա մարդկանց հետ հիրախիտակ պահի։ Ուզում եմ ասել, որ մեր սրանով ցույց եմ տալիս, որ մեր քաղաքացիները ընտրություն ունեն։ Ես ուզում եմ ասել, մեր քաղաքացիներին ընտրություն կա, ժողովուրդ ջան, շատ եմ ես հանդիպում, ասենք անգամ այն մեր քաղաքացիներին, որոնք ասենք ասում են Նիկոլ Փաշինյանն են ընտրելու, ասում ինչի ժողովուրդ ջան։ Դե ասում է օրինակ տիկնոջ հետ կապված դեպքի մասով, չէ, որ ինչ օրը գցեց տիկին Սողոյանը, չէ, կամ մեր զոհված զինվորի մորը։ Պարզ ասում եմ, այն ինչ որ ես իմ հանդիպումների ժամանակ կա
Մարդկանց հետ խոսում ենք, մարդիկ ասում են դե ինչի տենց պահեց երկրի ղեկավարը հետ ով է խոսում եւ այլն, հետո որ բացատրում ենք, խոսում ենք պետության ղեկավարի դերը ինչպես պետք է լինի, ու ես միշտ հարց եմ տալ, ասում Ժողովուրդ ջան, չեք ուզի ավելի լավ ղեկավար ունենաք, որ նման բաներ չասի, վայ, ասում են ինչի չենք ուզում։ Ասում եմ Ժողովուրդ ջան, չեք ուզում, բա ես լինեմ վարչապետը, այն իմաստով, որ դու կարողանում ես հարցերը լուծես, քննարկես, ճիշտ մարդկանց ես, վայ ասում եմ ոնց չենք ուզի, այսինքն մեր մարդկանց պետք է ընտրություն ցույց տանք, այլընտրանք ցույց տանք։ Ես ուզում եմ ասել մեր մարդկանց, Ժողովուրդ ջան, ընտրություն կա, այդ ընտրությունը մեր քաղաքական ուժն է իմ վարչապետի տեխնատությամբ, որովհետև մենք պատկերացնում ենք ինչպես հարցեր լուծել, գիտենք երկիր կառավարել, հասկանում ենք պետության ղադրը, հասկանում ենք մարդու ղադրը, այսինքն գիտենք ինչ արժեք ունի այս բոլորը մեզ համար եւ հասկանում ենք ճակատագրական պահը ու միշտ հարգանքով ենք վերաբերվելու ձեզ միշտ եւ պարտական նաեւ հատկապես մեր արժեքները, մեր զինվորներին, մեր հերոս մայրերին, դրա համար ես իշխանությանը միշտ ասում եմ դուք ձեր կեղտոտ բերանները, ձեր կեղտոտ բերաններից այլևս իրավունք չունեք արտաբերել հայ զինվոր, մայր, այն նման մեր բոլոր սրբությունները, որտեղ դուք միայն արժեզրկում եք դրանք։ Եվ ինչպես են հարցը, նմանատիպ հարցեր արտերվելակերպում ձեզ տարածաշրջանների ընթացքում քաղաքացիների տալիս են, ես ուղիղ կհարցնեմ, ինչ որ իրավունք երբ որ դրա անհրաժեշտությունը լինի, դուք Ռոբերտ Քոչարյանի Նայեք, լավ հարց է, շնորհակալություն։ Մեզ բոլոր տեղեր, այո, շատ տեղերում դա հարցնում են, դա իշխանությունն է նաև տարածում, տարբեր մարդիկ, մտավախություններ եւ այլն եւ այլն։ Ես մի քանի անգամ ասել եմ, շատ եմ ասել, նորից եմ ասում։ Մենք, ես Ռոբերտ Քոչարյանի վարչապետությանը մեր թիմը չի քվեարկելու։ Սա մեր կարմիր, խոշոր, մեծ գիծն է։ Բոլոր հիմնավորումները ես ասել եմ ժամանակին։ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուզում եմ նորից ասել, մեր խոշոր կարմիր գիծն է, մենք նրան առավել եւս Նիկոլ Փաշինյանը հատուկ եմ ուզում ընդգծել։ Ես այսպես համեմատություն չեմ դնում, բայց սրանք այս կարմիր գծերն են։ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել Հայաստանի վարչապետ։ Ես չեմ կարող, ես եթե անգամ process-ի մեջ չլինեի, ես չեմ կարող պատկերացնել երկրի ղեկավար, որ կարա իրան թույլ տա զինվորի մոր հետ, զոհված են զինվորի մոր հետ մահացած։ Այդտենց խոսա։ Ես չեմ կարող ինձ թույլ տալ, որ իմ երկիր ունենա ղեկավար, որ Նիկոլ Փաշինյանն է, որ ատելության ու թշնամանք տարածի բոլորի մոտ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ երկիրը ունենա ղեկավար, որը լինի հոգով հանձնված։ Ես հանձնված մարդ չեմ։ Ես համարում եմ, որ լուծումները կա բոլորը, ու մենք տալու ենք այդ բոլոր լուծումները։ Մեր մեջ ուղղելու ենք։ Մենք կարողանալու ենք այս հարցերը լուծել մեր հզոր կարողությամբ, էությամբ։ Եվ ԿՊՆ-ն չի կարող լինել իշխանություն։ Սա էլ որ հանկարծ հարց չառաջանա։ Սրանք այս մի գիծը հատկապես Նիկոլ Փաշինյան, ԿՊ մեր ամենախոշոր կարմիր գիծն է։ Սրանց սկզբունքները մենք պահելով գնալու ենք եւ միջև հիմա էլ ես այդպես եմ արել, մենք ինչ որ խոսում ենք, ես երբևէ ինչ որ ասել եմ, դրանից չեմ հրաժարվել։ Եվ նույնը հիմա է, որտեղ սրանք մեր համոզմունքներն են։ Եվ մի բան եմ ուզում ասել լրացնել, գիտեք, եթե որոշ չէ, ինձ թվում է բոլոր ուժերի մոտ դա կա։ Եթե շատ հարցեր, մեր ազգային արժեքները կլինեն, մեր շահերը կլինեն, ինչ ուզում լինի, շատ բաներ կա շատերի մոտ որպես քաղաքական տակտիկա, ձայներ հավաքելու միջոց, իմ համար դրանք ձայներ հավաքելու միջոց չեն։ Ես ինչ ասում եմ, ամեն ինչը իմ համոզմունքն է։ Ասում եմ, որ ադրբեջանցիները պետք է ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մեր տարածքներից եւ ձևերը գիտեմ։ Դա ես ոչ թե ասում եմ որպես տակտիկական քայլ, որ ես ձայ ստանամ կամ չստանամ, դա իմ համոզմունքն է։ Ասում եմ արցախցիների իրավունքների պաշտպանություն եւ ուղղությունները դա ոչ թե եւ ասում եմ, որ Արցախի իմ հայրենիքն է, եւ ասում եմ, Արցախը սենյակի դուր չի, որ Նիկոլ Փաշինյանը բացի կամ փակի, դա իմ համոզմունքն է։ Ասում եմ, որ մեր քաղաքացու հետ չպետք է որևէ մեկը կանգնի թույլ տա իրան կոպիտ խոսել։ Նման կերպ պահել, դա իմ համոզմունքն է։ Այսինքն մեր սրանով եւս մեր քաղաքացիներին ես ուզում եմ ցույց տամ, որ ընտրություն կա, ամեն ինչի ընտրությունը կա եւ մենք մեր մեջ ամփոփում ենք այդ բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ ուժեղ Հայաստանի հետ համագործակցություն, եթե
Փետրաշյանը հաղթահարեք հնարավոր է։ Նախ համագործակցությունների մասին ես կոնկրետ Ռոբերտ Քոչյանի վարչապետության հետ խոսում էի, խոսքը վերաբերում էր վարչապետությանը, այսինքն այդ զուտ այդ մասով, այսինքն ոչ համագործակցության բացառմանը։ Ինչ վերաբերում է ուժեղ Հայաստանին, նույնն էլ այդտեղ համագործակցության մենք խնդիր չենք տեսնում։ Ես վարչապետության մասով էլի պատասխանը տվել ենք իրենց, բայց համագործակցություն տեղ խնդիր չենք տեսնում, այսինքն մենք երբեք չենք անելու մի բան, որ նախ երկու բան ասեմ, մենք միշտ ղեկավարվելու ենք ըստ արդյունքների այս կարմիր գծերի շրջանակում, բայց Հայաստանի շահերից ու անվտանգությունից ելնելով բոլոր որոշումները կայացնելու են, բայց մենք նաև այնպես չենք անելու, որ մենք դառնանք օրինակ պատճառ իշխանափոխություն չլինի, ենթադրենք։ Այստեղ մի կարևոր բան եմ ուզում ասել, որ ի վերջո նաև իմ թեկնածությունը կա։ Օրինակ ես ասում եմ, որ մեր համոզմամբ եւ ես բոլոր առավելությունները ներկայացնում եմ, որ այստեղ ճիշտ լուծումը հենց իմ թեկնածությունն է, որ ես կարող եմ մենք պատկերացնում ենք ինչպես հարցեր լուծել, գիտեք ինչ, ես բավականին ժամանակ համեստություն եմ արել ու իմ պահվածքից, էությունից ելնելով ես երբեք սրա մասին չեմ խոսել իմ արած դրածի մասին, ես ինչպես եմ պատկերացնում պետության հարցերը, ես հիմա ասում եմ, ես տեսնում եմ այս քաղաքական process-ի մեջ, որ դա հակառակ իվնաս մեզ է աշխատում։ Այն պայմաններում բոլոր առավելությունները մեր մոտ են։ Բոլոր առավելությունները ինձ թող հələ որևէ մեկը փորձի ասի կաշառք ես վերցրել, թող հələ որևէ մեկը փորձի ասի քաղաքացուն խաբել ես, թող որևէ մեկը փորձի ասի քաղաքացու հաշվին հարստացել եմ, բիզնես եմ դրել, դիզել եմ իմ համար, իմ բարեկամների համար եմ արել, չկա նման բան, բացառվում է։ Դրա համար ամենաճիշտ լուծումը այստեղ է ու այո, Հայաստանի Հանրապետության եղած տեխնացուների մեջ, բոլորի մեջ Հայաստանի Հանրապետությունը այս վիճակից ես կարող եմ վստահ եմ ին վրա, որ մեր ժողովրդի հետ միասին մեր թիմով ու նաև շատ այլ քաղաքացիներով, որոնք տարբեր թիմերի մեջ կարող են լինել, մասնագետներ, ես նրանց ճանաչում եմ, կարող ենք հանել դա։ Ես ինչ ասում եմ, ամեն բառի վրա վստահ եմ։ Ես վստահ եմ, որ այս իրավիճակից ես ելքերը իմ ղեկավարությամբ մենք կարող ենք բերել։ Սա ես ասում եմ առանց որևէ կասկածի։ Ու որևէ մեկը եթե հանգարց կասկածի, պատրաստ եմ միջև վերջ դնել դիմացը, ապացուցել միջև վերջ, որ ոչ ոք եղած տեխնացուներից իմ առավելությունները չունի։ Հարցեր, վստահված անձեր ունեք, այդ